Ներկայացել են Արարյալ Կայանե Հովհաննիսյանը, Պաշտպան պարոն Մկոյանը, Բյուժողի Գետեգյանը և Բյուժողի ներկայացուցիչ աղա Մակրոպյանը։ Նախ արձանագրենք, որ Երևանի կոմից ներկայացվել է դիմում դատարան, դա կհրապարակվի մինչ այդ չէ, կհրապարակեք հիմա մի հանրամանք։ Նախորդի դատարանը որոշում կայացրել էր, բայց կողմերը տեղյակ են, որ դրա փորձագիտական կենտրոնից պատասխան էին ուղարկել դատարանին, որը հրապարակվեց դատարանը։ Մտաբերել եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Որովհետև այնպեսին այդ հարցի քննարկումը դուրս է տվյալ փորձագիտական կենտրոնում այդ փորձակցության շրջանակներից, պարմատվության, հետևյալ բովանդակությամբ էր գրությունը, հետևաբար մենք դա ստացել ենք։ Պարմատվության հայտնվել է, որ առաջորդ հարցի պարզաբանումը չի գտնում հոգեբան փորձագետի իրավասության տիրույթում։ Հենց այն հարցն է, որ դատարանը նաև կողմերի դիրքորոշում լսեց եւ դատարանը նույնպես որոշակի կասկածներ առաջացան եւ լսեց կողմերի դիրքորոշումը, դեպի շնորհիվ փորձակնություն, նաև արժեքի վերաբերյալ է նշվել, որքան է կազմում եւ նշված է, որ եթե ամեն դեպքում պետք է կատարվի, համապատասխան փաստաթղթեր են պահանջվել։ Հիմա նախ այս փորձակնության հետ կապված հասկանանք, նոր կանցնենք Երևանաձեր կողմից ներկայացված դիմումին։ Սույն փորձակնությունը, սույն փորձագիտական հիմնարկում փորձակնությունը իրականացնելու վերաբերյալ պնդումները ինչպիսին են դժոխք կողմի։ Մասնավորապես վերաբերում է փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Դավիթ Բոյանին հաստատել։ Հարգելի դատարան, նախ ասում, որ ես մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում ներկայումս առնչվում եմ փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի հետ, նրանց դեմ բողոք եմ գրել, ենթադրում եմ թերևս այդ հանգամանքով է պայմանավորված, որ տվյալ փորձագիտական կենտրոնի տնօրենը նմանատիպ բովանդակությամբ գրություն է արձակել դատարանին։ Իմ կարծիքով նրանք ընդհանրապես փորձել են խուսանավել ինձ հետ որևէ առնչություն ունենալուց, հավաստիացնում եմ, որ նման հարցադրմանը իմ կողմից առաջադրված հարցին Հայաստանի Հանրապետությունում դատահոգեբանական փորձաքննություններ կատարող բոլոր փորձաքննությունների փորձագիտական կենտրոնները կարող են պատասխանել այդ հարցին, նաև ես վստահ եմ, եթե տվյալ փորձաքննությունը քննիչ է նշանակել եւ հենց այդ հարցը առաջադրել փորձագիտական կենտրոնին իմ վերաբերյալ, եթե ես լինեի մեղադրյալ, միանշանակ այդ փորձաքննությունը կկատարվեր փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի կողմից։ Բայց քանի որ նորից եմ կրկնում, մեկ այլ գործի քաղաքացիական գործի շրջանակներում հիմա ես առնչվում եմ տվյալ փորձագիտական կենտրոնին եւ նրանց դեմ բողոք եմ գրել, նրանք էլ տեսնելով որ բողոք գրող եմ, պարզապես փորձել են խուսանավել ինձ հետ առնչվող որևէ փորձաքննություն կատարել։ Պատճառը դա է, որովհետև այդ նույն հարցին բոլոր փորձագիտական կենտրոնները կարող են պատասխանել։ Հիմա դրա հետ կապված ունեմ։ Մենք կլսենք հաջորդից։ Ասելիք կլսենք մենք, հաջորդիվ արդեն սպասել է այդ փորձագիտական կենտրոնին է վերաբերում, գալիս սույն փորձագիտական կենտրոնում կայացված որոշում անկատար թողնելու հետ կապված ինչ դիրքորոշում ունենք ովեր։ Գտնում եմ, որ անհնար է տվյալ փորձագիտական կենտրոնում կոնկրետ փորձաքննությունի ազգային բյուրո ՊՕԱԿ-ում, չէ փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ում իմ նկատմամբ նշանակված դատահոգեբանական փորձաքննություն կատարելը արդեն իսկ իմաստազոր չէ, քանի որ տվյալ փորձագիտական կենտրոնը ըստ էության հրաժարվում է այդ փորձաքննությունի նկատմամբ կատարելուց, այդ իսկ պատճառով հիմա ես միջնորդում եմ այլ փորձագիտական կենտրոնի հանրային փորձաքննության կատարումը։ Պարզ է։ Իմ վստահությամբ Պաշտպանության կողմը դատանը մասնավորապես վերաբերելով փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ում նշանակված փորձաքննության կատարմանը արձանագրում է, որ Երևանի կողմից համապատասխան հարցադրումներ ներկայացվել, որը ներկայացվել է դատարանի կողմից փորձագետներին, ի թիվս նաև այլ հարցերի են առաջ քաշվել, փորձաքննության իրականացման կապված, արժեքի հետ կապված, ժամանակի հետ կապված, ընդհանուր առմամբ արձանագրվել է, որ նշված հարցի լուծումը դուրս է փորձագիտական գնահատման տիրույթից, հետևաբար նաև լսելով Երևանի դիրքորոշումը դյուրություն կհասցրել փորձագիտական կենտրոնը, որպեսզի վարչին ուտերը վերադարձվեն դատարան եւ անկատար թողնեն փորձաքննության կատարումը։ Սա վերաբերում է փորձագիտական կենտրոնում։
համապատասխան փորձաքննության նշանակելու առնչությամբ։ Էրիկ Եղինյանի կողմից ստացվել է դիմում մեկ այլ փորձաքննության հետ կապված, բայց այստեղ մի հանգամանք ունենք, դա տանը նախ լսի կոմեդիա քրոշումը, քանի որ գործունեները փորձագիտական կենտրոնում են։ Այսինքն դա տանը որպեսի Եղինյանի որոշման վերաբերյալ համապատասխան միջնորդությունը կա արդեն դատային դավադրության տակ, Եղինյան ձեր միջնորդությունը կա, որպեսի նաև համապատասխան եզրահանգման անգի պետք է գործունեները ձեռքի տակ ունենան, որպեսի կայունա համապատասխան որոշում կայացնի։ Ուստի նման հանգամանքով պայմանավորված դա տանը հնարավոր չէ ամուսին դատական նիստում որպես այդպեսի լսել եւ ձեր միջնորդության վերաբերյալ որոշում կայացնեն, քանի որ գործունեները պետք է պահանջվեն հետ փորձագիտական կենտրոնից Եղինյան։ Պարզ է։ Չէ, բայց արդեն գործունեները ձեր տրամադրության տակ եղել են։ Փորձագետների մոտ է հիմա։ Հիմա մենք ձեր միջնորդությունը նայեք որոշում կայացրեք, նորից գործունեները հենց ձեր միջնորդությունը ներկայացրեք փորձագիտական կենտրոն։ Դա այլ հարց է, ուղղակի թե չի ուղղակի դա մասին չէ խոսքը։ Մի ձեր միջնորդությունը ներկայացրեք, եթե ցանկություն եք դատական նիստում, դատադարձը կորոշի, նաև կողմերի դիրքորոշումը կլինի։ Լսում ենք ձեզ։ Արգելի պարոն Շիրոյան, ձեզ եմ ներկայացնում իմ ներկայացուցիչ Արամ Աթևոսյանի կողմից Ալֆա Բետա հոգեբանական կենտրոնին հասցեագրված ելույթությունը եւ այդ հոգեբանական կենտրոնի տնօրենի կողմից իմ ներկայացուցչի ուղարկված պատասխան գրությունը։ Խնդրում եմ ձեր կողմից արդեն իսկ բավարարված իմ նկատմամբ նշանակված դատահոգեբանական փորձաքննության կատարումը հանձնարարել Երևան քաղաքի Պրոշյան 5/1 հասցեում տեղակայված Ալֆա Բետա Պլյուս բժշկական կենտրոնին։ Հեռախոս 091 080 229 էլեկտրոնային փոստ Alpha Beta Diagnostic @gmail.com Բացի իմ կողմից փորձագետին արդեն իսկ առաջադրված հարցը քրեական դատավարության օրենսգրքի 255 հոդվածով սահմանված կարգով միջնորդում եմ փորձագետին առաջադրել նաև հետևյալ լրացուցիչ հարցերը։ Ինչպիսի հոգեբանական առանձնահատկություններ են բնորոշ տուժող Էրիկ Եղինյանից։ Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի կողմից Էրիկ Եղինյանից հասցեին մեկ անգամ սպանության սպառնալիք եւ հանրային վայրում բազմաթիվ անձանց ներկայությամբ Էրիկ Եղինյանից հասցեին հրապարակայնորեն 2 անգամ սեռական բնույթի անպարկեշտ քայլոյանքներ հիշեցնելու ժամանակ, ինչպիսի հոգեբանական հոգեվիճակում եմ գտնվել Էրիկ Եղինյանից։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դեպքից անմիջապես հետո նույն օրը Էրիկ Եղինյանս մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի դեմ հաղորդում եմ ներկայացրել ոստիկանությունում եւ Գայանի Հովհաննիսյանի կողմից ինձնից հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջով ես Գայանի Հովհաննիսյանի կողմից հանրային վայրում ինձ հայհոյելու եւ իմ պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու եւ նվաստացնելու վերաբերյալ ես նաեւ Գայանի Հովհաննիսյանի դեմ քաղաքացիական հայց եմ ներկայացրել դատարան, ապա նման պարագայում մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի կողմից Էրիկ Եղինյանից հասցեին մեկ անգամ սպանության սպառնալիք եւ հանրային վայրում բազմաթիվ անձանց ներկայությամբ Էրիկ Եղինյանից հասցեին հրապարակայնորեն 2 անգամ սեռական բնույթի անպարկեշտ քայլոյանքներ հնչեցնելու արդյունքում կարող է արդյոք ուժով Էրիկ Եղինյանս գտնվել նվաստացուցիչ եւ տագնապային հոգեվիճակում։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի կողմից իմ հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելուց հետո նույն օրը ես ոստիկանությունում Գայանի Հովհաննիսյանի դեմ տվել եմ հանցագործության մասին հաղորդում, ապա մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի կողմից իմ հասցեին հնչեցված վիզը կճտրեմ առասպանության սպառնալիքը կարող է արդյոք ուժով Էրիկ Եղինյանից մոտ առաջացնել վախի, տագնապի եւ անհանգստության զգացողություններ։ Քանի որ վկաների նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու իմ նախորդ միջնորդության մեջ պարունակվում են վկաների ցուցմունքների վերաբերյալ իմ հոգեբանական վերլուծություններն ու իմ հոգեբանական դիտարկումները, ուստի դատարանին միջնորդում եմ իմ նկատմամբ դատահոգեբանական փորձաքննությունը կատարող փորձագետին տրամադրել նաև վկաների նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու իմ նախորդ միջնորդությունը։ Դատարանին եմ ներկայացնում Ստեփանավանի համայնքապետարանի կողմից իմ վարքագծի վերաբերյալ տրված բնութագիրը, որով փաստվում է, որ ես Ստեփանավան համայնքում ունեմ բարի համբավ եւ հիշար բնութագրում արտացոլված են իմ վարքագծի եւ իմ անձի վերաբերյալ որոշակի տեղեկություններ։ Քանի որ հիշար բնութագրում արտացոլված են իմ հոգեբանական խառնվածքի վերաբերյալ որոշակի հավաստի տեղեկություններ, ուստի դատարանին միջնորդում եմ իմ նկատմամբ դատահոգեբանական փորձաքննությունը կատարող փորձագետին տրամադրել նաև իմ հոգեբանական խառնվածքի վերաբերյալ որոշակի տեղեկություններ պարունակող Ստեփանավանի համայնքապետարանի կողմից տրված բնութագիրը։ Մարդու հոգեբանական խառնվածքները լինում են 4 տեսակի՝ սանգվինիկ, ֆլեգմատիկ, պրագմատիկ եւ մելանխոլիկ։
իմ ողջամիտ դիտարկմամբ ինձ առավել բնորոշ է եւ իմ բնավորության մեջ առավել գերակշռում է ֆլեգմատիկ հոգեբանական խառնվածքը։ Ֆլեգմատիկ հոգեբանական խառնվածք ունեցող անձինք ավելի սթրեսակայուն են, ունեն խիստ ընդգծված ուժեղ բնավորություն, իշխող են, հեշտությամբ են հաղթահարում դժվարությունները։ Բնականաբար ես գիտեմ նաև թե ինչ են նշանակում մյուս հոգեբանական խառնվածքները, ուղղակի որպեսզի դատական նիստը չվերածվի իմ հոգեբանական դասախոսությունների ցույց դնելուն, ուստի ես զերծ կմնամ մնացած հոգեբանական խառնվածքների վերաբերյալ իմ հոգեբանական դիտարկումները բարձրաձայնել։ Իմ կնդունելով քրեական դատավարության օրենսգրքի 167 հոդվածի պահանջները, դատանին միջնորդում եմ փորձաքննության ծախսերը բռնագանձել Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանից։ Դատանին է ներկայացնում Ստեփանավանի միասնական սոցիալական ծառայության կողմից 2026 թվականի հունիսի 1-ին տրված տեղեկանքները, որտեղ նշված է, որ ես ներկայումս գտնվում եմ սոցիալապես անապահով կարգավիճակում եւ հանդիսանում եմ գործազուրկ։ Հետևաբար ես ֆինանսական միջոցներ չունեմ փորձաքննության արժեքը վճարելու եւ Երևան քաղաքում գտնվող փորձագիտական հիմնարկ ներկայանալու համար։ Ուստի դատանին խնդրում եմ, որ իմ կողմից Երևան քաղաքում գտնվող փորձագիտական հիմնարկ ներկայանալու, այնուհետև Երևանի Ստեփանավան հետ վերադառնալու իմ ճանապարհածախսն ու իմ սնունդը փոխհատուցվի դատական դեպարտամենտի կողմից։ Կամ դատանից խնդրում եմ գրություն հասցեագրել ոստիկանության Ստեփանավանի բաժին Երևան քաղաքում գտնվող փորձագիտական հիմնարկն ինձ տեղափոխելու համար։ Իսկ փորձագետի եզրակացությունը դատարանում ստացվելուց հետո խնդրում եմ ինձ որպես ուժով լրացուցիչ հարցաքննել եւ ինձ տրամադրել փորձագետի եզրակացության պատճենը։ Դատարանին խնդրում եմ Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանին առաջարկել այսօր դատարանում տալ ցուցմունք եւ պատասխանել իմ հարցերին, նախազգուշացվելով սուտ ցուցմունք տալու եւ իմ հարցերին պատասխանելուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որպեսզի իմ նկատմամբ կատարվող դատահոգեբանական փորձաքննության շրջանակներում գնահատվի եւ հետազոտվի նաեւ Մեղադրյալի ցուցմունքը։ Այժմ հրապարակեմ դատարանին կից ներկայացվող փաստաթղթերի բովանդակությունը։ Հրապարակում եմ իմ ներկայացուցիչ փաստաբան Արամ Մաթևոսյանի կողմից Ալֆա Բետա Պլյուս հոգեբանական կենտրոնին հասցեագրված գրության բովանդակությունը։ Լոռու մարզի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է Էլի Գերմյանի քրեական հայցը քրեական օրենսգրքի 194 հոդվածի առաջին մասով նախատեսված առարկի վերաբերյալ։ Ես հանդիսանում եմ ուժով Էլի Գերմյանի լիազոր ներկայացուցիչը։ Գործով 2026 թվականի ապրիլի 27-ին նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն եւ փորձագետին առաջարկվել է պատասխանել այն հարցին, թե Մեղադրյալ Գայանի Հովհաննիսյանի կողմից հանրային վայրում բազմաթիվ անձանց ներկայությամբ ուժով Էլի Գերմյանի հասցեին 2 անգամ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու արդյունքում կարող էր արդյոք նվաստացվել ուժով Էլի Գերմյանի պատիվն ու արժանապատվությունը։ Խնդրում եմ հայտնել, թե հիշար հարցին ձեր ղեկավարած հիմնարկը կարող է պատասխանել, թե ոչ, հաշվի առնելով, որ կտրամադրվեն գործի նյութերը։ Խնդրում եմ նաև հայտնել, թե որքան կարժենա փորձաքննության արժեքը։ Պատասխան անհրաժեշտ է դատարանի ներկայացնելու համար, որպեսզի դատարանը հիշար փորձաքննության կատարումը հանձնարարի ձեր ղեկավարած հիմնարկին։ Հրապարակում եմ տվյալ փորձագիտական հիմնարկի կողմից իմ ներկայացուցիչ Արամ Մաթևոսյանի հասցեագրված գրության բովանդակությունը։ Հարգելի պարոն Մաթևոսյան, ի պատասխան ձեր 2026 թվականի հունիսի 16-ի գրության հայտնում ենք, որ Ալֆա Բետա Պլյուս բժշկական կենտրոնում իրականացվում են դատահոգեբանական փորձաքննություններ։ Տեղեկացնում ենք, որ փորձաքննության անցկացման վերջնական ժամկետն ու հստակ արժեքը հնարավոր կլինի սահմանել միայն դատարանի համապատասխան որոշումը եւ գործի նյութերն ուսումնասիրելուց հետո, քանի որ դրանք ուղղակիորեն կախված են ներկայացված նյութերի ծավալից, գործի հանգամանքներից եւ հետազոտության առանձնահատկություններից։ Տեղեկացնում ենք, որ բարձրացված հարցի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշում հնարավոր կլինի հայտնել միայն համապատասխան նյութերի, փաստաթղթերի եւ գործի հանգամանքների համակողմանի ուսումնասիրությունից հետո։ Միաժամանակ հայտնում ենք, որ նշված հարցը գտնվում է դատահոգեբանական գնահատման շրջանակներում եւ դրա վերաբերյալ հիմնավորված եզրահանգման ներկայացումը պահանջում է համապատասխան տեղեկատվության, հետազոտական տվյալների եւ գործի նյութերի վերլուծություն։ Ուստի տվյալ փուլում հնարավոր է միայն նշել, որ նշված հարցը կարող է հանդիսանալ մասնագիտական գնահատման առարկա, իսկ դրա վերաբերյալ վերջնական պատասխան հնարավոր կլինի տրամադրել համապատասխան հետազոտության եւ անհրաժեշտ տվյալների ուսումնասիրման արդյունքում։ Այնուամենայնիվ նախնական գնահատմամբ փորձագիտական եզրակացությունը հնարավոր կլինի տրամադրել մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը, իսկ ծառայության արժեքը կկազմի մոտավորապես 300,000-ից մինչև 1,500,000 դրամ։ Ուստի փորձագիտական 500,000-ից մինչև 300,000 դրամ։
Ուստի փորձագիտական աշխատանքների պատշաճ կազմակերպման եւ նյութերի նախնական ուսումնասիրության նպատակով խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում տրամադրել փորձաքննություն նշանակելու մասին դատարանի որոշումն ու անհրաժեշտ գործի նյութերը դրանց ուսումնասիրությունն ու փորձագիտական աշխատանքի կազմակերպումն ապահովելու նպատակով։ Հիմա հրապարակում եմ Միասնական սոցիալական ծառայության կողմից 2026 թվականի հունիսի 1-ին տրված 2 հատ տեղեկանքների բովանդակությունը, որոնց բնօրինակները կներկայացնեմ հիմա դատարանին։ Տրվում է Էրիկ Իգորի Երևանյանին առայն, որ նրա ընտանիքը հաշվառված է, փաստագրված է Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։ Ընտանիքի անապահովության միավորը տեղեկանքը տրամադրելու օրվա դրությամբ կազմում է 30.24 բաղ։ Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ ստանում է ընտանեկան սոցիալական նպաստ։ Տրվում է քաղաքացի Էրիկ Երևանյանին այն մասին, որ նա 2024 թվականի ապրիլի 3-ից ունի գործազուրկի կարգավիճակ։ Տեղեկանքը տրվում է ներկայացնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայր։ Ստեփանավանի Միասնական սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արման Հակոբյան, առկայի գնիք եւ ստորագրություն։ Հրապարակում եմ Ստեփանավանի համայնքապետարանի կողմից Էրիկ Երևանյանից վարքագծի վերաբերյալ տրված բնութագիրը։ Էրիկ Իգորի Երևանյանը չի հանդուրժում աննախարարություն, անշահախնդիր կերպով օգնում է մարդկանց պայքարել իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար։ Էրիկ Երևանյանը պարկեշտ բարեկիր երիտասարդ է, կարեկցում է մարդկանց, առանձնահատուկ խնամքով է վերաբերվում կենդանիներին, օգնում է իր հարևաններին, վայելում է իր ընտանիքի ու իր հարևանների սերն ու հարգանքը։ Էրիկ Երևանյանը մասնակցել է բազմաթիվ անգամ շախմատային մրցաշարերի, բնութագրվում է դրական։ Բնութագրի վրա առկա է գնիք եւ ստորագրություն։ 2021 թվականին դուրս։ Այո, եւ նշված է, որ բնութագիրը տրվում է Ստեփանավանի համայնքապետարանի կողմից, տրվում է ներկայացնել վերաբերիչ քրեական դատարանին, որ այլ գործի շրջանակներում է տրվել այս բնութագիրը դուրս։ Հիմա որպեսզի ժամանակ խնայեմ եւ անիմաստ ժամանակ չվատնենք, դատարանին հիմա միջնորդում եմ, քանի որ արդեն իսկ բավարարել է դատարանը դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու իր միջնորդությունը, դատարանին հիմա միջնորդում եմ այն հիմնավորումները, որը ես նախկինում ներկայացրել եմ իմ նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու ժամանակ, որը որ արտացոլված է ձեր կողմից կայացված որոշման մեջ, դատարանին խնդրում եմ այդ որոշմանը ավելացնել նաև այսօրվա դատական նիստի ժամանակ իմ կողմից վկայակոչված նոր հանգամանքները եւ փորձագետին առաջադրված իմ լրացուցիչ հարցերը եւ դրանից հետո կխնդրեի էլեկտրոնային փոստով գրություն հասցրել փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ին, պահանջելով դատարանին հետ վերադարձնել քրեական գործի նյութերը եւ գործի նյութերը ստանալուց անմիջապես հետո, եթե նույնիսկ դուք այդ ժամանակը գտնվեք արձակուրդում, կխնդրեի, որ ձեր աշխատակազմին հանձնարարեք, որպեսզի ձեր աշխատակազմը այդ գործի նյութերը հայ-պոստի միջոցով ուղարկի ալֆա-բետա փորձագիտական կենտրոնին, որպեսզի այդ փորձաքննությունը իրականացվի։ Նախ իր դիրքորոշումը կողմնագործում թե դատարանի ծառայության տակ չէ, սակայն հնարավոր համարում ենք սույն դեպքում լսենք կողմերի դիրքորոշումը, որից է խնդրում ենք կողմենական։ Իմ կարծիքով կարելի է որոշում կայացնել միջնորդության վերաբերյալ, բայց փաստացի կատարումը իր գործի նյութերը ստանալուց հետո։ Տեսում ենք ձեզ միջնորդության հետ կապված Երևանյան։ Իհարկե, նամակի մենք քննարկել ենք այս հարցը դատարանի տախիքից դուրս։ Միանում։ Բժշկական կենտրոն է պարոն Մատեոսյան։ Այո, փորձագիտական կենտրոն։ Իրանք բոլոր դեպքերում փորձագետի լիազորություն ունեն, իրենց գրության մեջ նշել է դա։ Չէ, բժշկական կենտրոնն է ամեն դեպքում։ Այսպես է փաստված։ Հա։ Շատ լավ, նստեք պաշտպանության կողմը։ Երևանյանն էլ է խոսացել, ես էլ եմ խոսացել, Երևանյանը իրանք ոնց ասեցին։ Իրանք լիցենզավորված իրավունք ունեն, լիցենզիա ունեն, դատահոգեբանական փորձաքննություններ կատարել։ Լավ, հայականը դա է։ Պաշտպանության կողմը։ Ստացվում կատարած անգլիական ֆորմատի հայսողությունը դեպի ինչ-որ դատական ծախսը բնական զինվորներից այդ մասով առարկում է 5 չկա, ինչի կդի նվարյալից բնական ծախսեր մասով առարկում է փորձակցության հետ կապված դատանը։ Լավ, դատանը մի քանի հաստատում ունի մասնավորապես դժոխ կողմին հասկանանք իրավիճակը։ Դատանը արդեն նշանակեց փորձաքննություն, որպեսզի այդ հարցի վերաբերյալ ստանա եզրակացություն, թե դատարան որոշակի կասկածներով նաև պարմատորեսան մի քանի անգամ ձեզ հարց ուղղեց, որ արդյոք դա փորձագետի լուսման հարց է իրավական դեպքում, դուք մտածեցիք, որ փորձագետի լուսման հարց է։ Դատարան դիմեց Հայաստանի Հանրապետությունում նորից սահմանված կարգով գործող փորձագիտական կենտրոնին եւ ստացավ պատասխան, որ ոչ, նման հարց չէ։
Բացի այդ դատանը նաև դատանի համար էական նշանակություն ուներ փորձաքննության կատարման ծախսերի հարցը, քանի որ գործը քննվում է մասնավոր մեղադրանքի տիրույթում, այլ ոչ հանրային մեղադրանքի եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենքի 167-րդ հոդվածի մասնավորապես երկրորդ մասում նշված է, որ հանրային մեղադրանքով վարչության ծախսերը վճարում են պետության միջոցների հաշվին, եթե այլ կարգ սահմանված չէ, մասնավոր մեղադրանքի վարչով ծախսերի վճարման հարցը որոշում է դատան։ Այսինքն, որպես այսպեսին, այստեղ պետություն, որպես այսպեսին պետության կողմից վճարվելիք գումարների առնչությամբ չկա որևիցե փաստ, հետևաբար պետք է դատանը որոշի կողմերի միջև վարչության ծախսերի հարցը։ Հիմա դժոխ կողմը նախ այս հարցին անդրադառնանք, որ հաջորդ հարցը։ Դժոխ կողմը մտնում է, որ մեղադրանից պետք է գումարը գանձվի, որպեսզի տրամադրվի փորձագետին։ Նախ առաջին հարցը, քանի որ անձի նկատմամբ չկա մեղադրական դատական ակտ, պարոն Մաթևոսյան, քանի որ դուք եք պրոֆեսիոնալաբար ձեզ եք բացառել։ Արդյոք դուք հնարավոր համարում եք կամ ինչ ճանապարհով պետք է մեղադրից բռնականցվի այդ գումարը, տրամադրվի փորձագետին, որպեսզի դժոխ կողմի համար հասկացվի փորձաքննություն։ Արդյոք հանրային մեղադրանքի գործերով նման իրավիճակ հանդիպել է, որ մեղադրյալից նախորդ գանձվել է, հետո պետությունը եկել է։ Նման իրավիճակ չի, բայց բոլոր դեպքերում մեր ներկայացած զրույցան համաձայն այնպես չի, որ նա սկզբանե գումարը պահանջում են, ասում մինչև գումարը չտակ, մենք փորձաքննություն չենք իրականացնի։ Բոլոր դեպքերում նման բան չկա։ Բոլոր դեպքերում վարորդային ծախսերի մեջ հիշարանգամանքը մտնում է եւ դատանը լազերված է բոլոր դեպքերում վարորդային ծախսերի ինչ-որ մի կողմի վրա դրել եւ ընդհանրապես վարորդային ծախսերից ազատել։ Բայց բոլոր դեպքերում եթե նշված է որ դատարանն է որոշում, հետեւաբար դա դեռ չի նշանակում որ ինչ-որ մի կողմի վրա պետք է այդ պարտականությունը դրվել։ Բոլոր դեպքերում պետությունն էլ այստեղ իր պարտավորությունն ունի։ Բոլոր դեպքերում եթե դատական լիստը կայանում է, ոչ մեկ կողմերի չի պահանջում որ դատարանին աշխատամարտից ինչ-որ մասնակցի քարտուղարի մեր դատավարության մասնակիցների հաշվին ինչ-որ աշխատամարտ հատկացում։ Հետևաբար, եթե ինչ-որ կողմերը ի վիճակի չեն այս վարորդային ծախսերը գրել, դա պետք է մնա պետության վրա, դա այն կարծիքն եմ ասում։ Լավ։ Պետության վրա այսինքն սա է։ Եթե կողմերից ել եմ ասում, դատարանը գտնում է ինչ-որ կողմերից որևէ մեկի վրա այդ ծախսը չի կարող մնալ, դու անդեպքում պաշտպանյալը բանկացան անվճարության վերաբերյալ։ Դա հապարկ է, մենք եթե կողմերից մեկի չի կարող գնալ, հետևաբար դա պետք է մնա պետության պոզիտիվ պարտականություն է պատվարժան դեպքը։ Դատանը այսօր քննության առներով դժոխ կողմի միջնորդություն այլ փորձագիտական կենտրոնում թե բժշկական կենտրոն է արձանագրված փորձաքննություն նշանակելու եւ նաեւ իդիվսայլի այդ դատանի կողմից արդենից նշանակված փորձաքննության առաջարկված հարցից բացի այդ հարցերին պատասխանելու հարցը նախ արձանագրում է որ սույն վարույթը իրականացվում է մասնավոր մեղադրանքի տիրույթում, հետևաբար այս շրջանակներում պետք է իրականացվի նաև ինչպես վարույթային ծախսերի հարցը, այնպես նաև մյուս հարցերի քննարկումը։ Սույն փուլում ինչպես փաստվեց, դժոխ կողմը վճարունակ չէ, նաև ներկայացել են համապատասխան փաստաթուղթ դատարանին, սույն փուլում նաև դատանը որևէ կերպ չի կարող հնարավորած համարել դժոխ կողմի դիրքորոշումը, որ մեղադրյալից պետք է որից գումար բռնականացվի, քանի որ անձը դեռևս մենք անմեղության նախավարկածի հետ կապված նաև խնդիր ունենք եւ չեն կարող հաստատել, որ անձը պայդրությամբ մեղավոր է ինչ-որ արարք կատարելու մեջ եւ այս պետք է բռնականացվի գումար։ Հետեւաբար այս խնդիրը նույնպես իրատեսական չի կարող լինել։ Միաժամանակ դատարանն արձանում է, որ արդեն իսկ այն հարցը, որը դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո դիմել է փորձագիտական կենտրոն եւ ստացել պատասխան դուրս է այս շրջանակներից, հետեւաբար նոր փորձակցություն նշանակելու միջնորդությունը գտնում է, որ ենթակա է մերժման։ Միաժամանակ դատարանը բացաբանում է մասնավորապես դժոխ կողմին, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով փորձագետի եզրակացություն 92-րդ հոդվածով փորձագետի կարծիք հստակ սահմանված է, որ վարույթի մասնավոր մասնակիցները իրենց իրավասությունը շարժմաններում կարող են համապատասխան փորձաքննության դիմելու ստանալու եզրակացություն, նաև փորձագետի կարծիք, որոնք որ ապացույցների շրջանակում են եւ ներկայացնել դատարան։ Այդ դեպքում դատարանը կքննարկի եւ կհետազոտի նշված ապացույցները, բայց սույն դեպքում արկա պայմաններում նոր փորձաքննություն նշանակելու հիմքերը բացակայում են, ուստի դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման։ Եթե ժամանակ անհրաժեշտ է ձեր կողմից միջոցներ ձեռնարկելու պարոն Մաթևոսյան եւ դատարանի ներկայացնելու փորձագետի եզրակացություն կամ փորձագետի կարծիք կարող են դատական լիստը հետաձգել։ Պատվարժան դատան։ Ես ուզում եմ առարկություն ներկայացնել։ Պատվարժան դատան մեր ներկայացած գրության մեջ հստակ նշված է, որ իրենք այդ հարցին կարող են պատասխանել եւ հոգեբանական փորձաքննության շրջանակներում։ Հետևաբար
այն նախկին փորձակնության հիմնարկը, որ պատասխանել է, գտնում են, որ արժանավակ պատասխան չէ։ Իսկ մենք ունենք ստվյալ պարագայում հիմնարկ, եթե անհրաժեշտ է, մենք լիցենզիան կարող ենք ներկայացնել։ Արմատոսյան, դատային դեպքում եք անում, մի շարք անդամախտեր նշել, դուք ինքներ եք միջոցներ ձեռնարկեք եւ փորձագետի եզրակացություն կամ փորձագետի կարծիք ներկայացրեք դատարանին։ Հակվարժան դատարան, իմ պաշտպանողը վստահորդ է, շետ, այդ հնարավորությունը չունի։ Հիմա դա նշանակում այդ հարցի, եթե հնարավորությունը չունի այդ հարցի քննարկումը դուրս է մնալու դատարանի ուշադրություն։ Չմոռանանք, որ մասնավոր մեղադրանքի բարոյի շրջանակներում մենք գործիքություն իրականացնում պարմատոսյան եւ կողմերն իրենք պետք է դատարանին ներկայացնեն համապատասխան ապացույցներ եւ դատարան ապացույցների շրջանակում պետք է քննության առնի եւ լուծի անձի մեղավորության հարցը։ Այդքանը։ Այսպեսով, եթե ժամանակի անհրաժեշտ լինելու դրանք կապված դատականիստը հետաձգենք։ Ամեն դեպքում դատականիստը պետք է հետաձգվի, քանի որ գործունեությունը պահանջվել է փոխագիտական կենտրոնից։ Հաջորդ դատականիստում այդ հասելիք ունենանք, կլսենք, եթե ոչ կհասնենք հետագա քննարկման ենթակա հարցերի։ Այսպեսով դատարանը որոշում է դատականիստը հետաձգել, փոխագիտական կենտրոնից կպահանջվի գործունեությունը եւ կշարունակվի դատական նիստը։ Դատարանը հնարավոր է համարում, որպեսզի շարունակենք դատական նիստը հունիսի 22-23-ին մասնավորապես ինչպիսին է հուլիսի 22-23 եւ մենք մինչեւ երբ պարոն 20-ից 3-ը այդ դեպքում կարող ենք հուլիսի 17-ին առավոտյան ժամը 10-ին կամ 9:30 Պարոն հուլիսի 16-ին ժամը 9:30 դիստա նշանակված իսկ հուլիսի 15-ին ժամը 16:30 չէ 15-ին ընդհանրապես կարող եմ չսա նշանակված հուլիսի 14-ն է կարող ենք նայել Հուլիսի 14-ին եւ ժամը 12-ից սկսած եւ ժամը 16:30 10:00 Մեկ է 13-ին օրվա վերջը 13-ին 14-ին ու չէ հարմար պարոն որից է ժամ համար չի ընդհանրապես չունենք գրաֆիկ 15 ընդհանրապես տեղ չկա 16-ին ու Առաջ կես ինձ է 10-ից կես Դե 11-ին կարծեմ համատեղ նիստ ունենք պարոն Դե ժամ աշխատենք բավարար կլինի Դրա առաջին նիստն է 10-ից 20-ից 11:00 աշխատենք 40 րոպե ամսի քանիսին 16-ին Այսօր դատարանը որոշում է դատականից հետաձգել եւ վերանշանակել 2026 թվականի հուլիսի 16-ին ժամը 10:20 րոպեին դատականիստը հայտարարում են փակված Այսպես ունես հաջորդ 10-ին է չէ